Պարոն Քոչարյան, դուք իրավապահ մարմիններից ուղղությունը տանում եք դատախազության, բայց որ չէ, պարզապես վերահսկողությունը, այո, հա, չէ, ուղղակի գիտեք ինչն է այստեղ խնդիրը, մարմինները մեկը մյուսի վրա է գցում, պարոն Քոչարյան, ասում են ոստիկանությունը թող գրա կախի, քննչականը լավ չի աշխատել մեղադրյալ ինչի բռնել, այս երևույթի հետ ենք մենք բախվում։ Որտեվ դա այն կառույցն է, որը իրավասու է այդ վերահսկողությունը իրականացնել, նայ մենք խորհրդանական վերահսկողությունն ենք, դա էլ պետք է անընդհատ օգտագործես, բայց բուրգի վերևում, երբ որ մենք ընտրել ենք այդ մարմնի ղեկավարին, այդ մարմնի առջև դրված խնդիրի դա է, ընդ որում նախկինում դատախազությունը մեծ լիազորություններ ուներ, քննչական մարմին ուներ ձեռքի տակ, հիմա դա չկա, բայց դրանով իր ֆունկցիոնալ խնդիրների ծավալը չի պակասում։ Ես նորից եմ ասում, որ բոլոր մարմինները պետք է սկոպիտ ասած հավեսով աշխատեն, որովհետև անվտանգությունը բոլորիս վերաբերվում է, սկսած տրանսպորտի հետ կապված խնդիրներից, նաև պատահարներից, որովհետև դու չգիտես վաղ այդ տրանսպորտի մեջ ես լինելու, թե փողոցում ես լինելու, եւ քո վրայով ինչ-որ մեկ անցել օրենքն է։ Դուք նշեցիք ներողություն եմ խնդրում, որ իրավապահ մարմինները պետք է լավ աշխատեն, բայց նույն կերպ հարց է առաջացնում հանրության նույն իրավապահ մարմնի ներկայացուցիչի ներկայությամբ պաշտոնատար անձի եղբայրը, Կոնջորյանի եղբայրը, հայոյում է պարոն Քոչարյան եւ պարեկային ծառայողը որևէ քայլ չի անում։ Հայոյանքը հնչում է, պարեկային ծառայողը ուղեկցում է։ Հիմա ներքին գործերի նախարարություն կա ծառայողական հանրության մոտ հարց է առաջանում։ Եթե իրավապահ մարմինը ես կարող եմ ասել, որ պարլամենտն էլ հսկայական անելիք ունի։ Սկսած հարց ու պատասխանների ռեժիմը։ Ով է խանգարում, որ այդ հարցադրումները դուք որպես լրագրող ինձանից հիմա որպես պատգամավոր ուզում եք լսեք, հիմա դուք կտեսնեք նաև իմ որպես պատգամավոր, ինչպեսի ես ինձ պահվածք ունենամ նաև այս հարցերի շուրջ ավելի հանրային խոսույթս ավելացնելու, որտեղ հանձնաժողովի նախագահի ֆունկցիաները բավականին մեծ է, բայց եթե էֆեկտիվ աշխատում է, շատ ծանր է։ Մեր հանձնաժողովը այս տարիներին շատ էֆեկտիվ աշխատել է, ծանր, որտեղ երկու ճակատով աշխատել։ Քարորիա պատերազմի քննիչ հանձնաժողով, որը տևել է տարիներ, եւ 44-ն, որ տևել է 3 տարուց ավել։ Այսինքն աշխատանքի մեջ երկակի ուղղություններով ինքը ոչ միայն օրենսդրական, իր ծավալի մեջ է շատ մեծ ծավալ ունեցել, ունենալու սահմանափակ ռեսուրս։ Մեր փորձագետների քանակը 5-ն են, բայց Պաշտպանության հանձնաժողովը ունի շատ լավ փորձագետներ, ընդ որում եւ բանակի հետ կապված եւ ներքին գործերի մենք փորձագետ ունենք, որի իրավական գիտելիքները ոչ միայն օգտակար են եղել, այլ նաեւ ֆունդամենտալ են եղել ուղղությունները եւ կառույցներին ճիշտ ուղղորդելու եւ թիրախային իրենց առաջադրանք իջեցնելու համար։ Հիմա դուք որպես պատգամավոր օրինակ ներքին գործերի նախարարից պատասխան ակնկալում եք կամ դիմել եք, որ առանց նույնիսկ որպես նախ մեր այս տարիների հարաբերությունները համապատասխան կառույցների ղեկավար կազմի հետ միշտ եղել են շատ ընկերականից բացի շատ գործնական։ Այսինքն մենք ըստ էության լինելով քաղաքական իշխանության մեր բանն կառույցը նաև ոչ թե գնացել է հարցերի սրմանը, այլ հարցերի լուծմանը։ Եվ ներքին գործերի նախարարությունը, եւ ազգային անվտանգությունը, եւ արտաքին բոլոր կառույցները, եւ արտաքին գործողությունը, եւ ռազմարդյունաբերությունը, եւ դրա համար այլ որևէ այնց լարվածություն չկա, եւ ընդդիմությունը, այսօր Գեղամանուկյանը ասեց հարցերը ես լավ եմ աշխատել, թե չէ։ Ասես հանձնաժողովի նախկին նախագահ, ես կարող եմ վստահաբար ասել, որ նաև ընդդիմությունը մեր հանձնաժողովում աշխատել է, որտեղ դա վերաբերվում է երկրի անվտանգությանը։ Եվ կարող եմ վստահաբար ասել։ նկատի ունեինք Ավետ Կոնջորյանի պարեկային ծառայողի։ Լսեք, դուք հիմա եթե Կոնջորյանի եղբայրը չնե, դուք այս հարցը չեք տա։ Բայց դա պետքա լիներ, դա պետքա լինի ցանկացած դեպքում։ Բա պարեկային կառույցը մենք ստեղծել ենք որպես նոր ստեղծված ստերիլ կառույց, որը տարբերվելու է։ Դա շատ վատ օրեմ ծառայական քննությունը պետք է չուշանար։ Պետք է ծառայական քննությունը պատահի ձեր բոլոր հարցերի պատասխանը։ Ընդ որում, եթե չի տալիս հարցերի պատասխան, նշանակում մենք խնդիր ունենք կառավարման ոլորտում։